Բարեկենդանի թոնիրը միշտ վառ պիտի լինի այնպես, ինչպես Սառնաղբյուրում է։ Կարծես ավանդույթ է դարձել հոգևոր ու ազգային տոներին գալ այս բնակավայր ու ականատես լինել մեծ ու փոքրի համախմբմանը ազգային արժեքների պահպանման գործում։ Այս տարի բուն բարեկենդանին նախորդող օրը Սառնաղբյուրցի Լուկաշին Հայրապետյանի տանն են գյուղի նախաձեռնող ու մշակութասեր մարդիկ արդեն ավանդական դարձած հարիսան պատրաստելու։ Սառնաղբյուրը արդեն տարիներ շարունակ իրոք փորձում է տարբեր եկեղեցական մեծ տոնների ժամանակ նաև ազգային տոնահանդեսներով համախմբել, բազմաթիվ ուխտավորներ ենք նաև ունենում, հյուրեր ենք ունենում, նաև ազգագրական այլ բարի համույթներ են գալիս եւ մեծ շուկ են հաղորդում էր այստեղ տեղի ունեցող տոներին կամաց այսպիսի ուրեմն միջոցառումներով կարծես թե վերականգնում ենք մեր մոռացված ավանդույթները, որոնց մասին միշտ լսել ենք մեր մեծերից, պատմել են, շատ առաջներում եղել է, էլի։ Սառնաղբյուր բնակավայրում ձևավորվող այս գեղեցիկ ավանդույթը սկսվում է դեռևս շաբաթ երեկոյան։ Վառվում է հին թոնրի կրակը, որի վրա դանդաղ համբերատար եփվում է հարիսան։ Շուրջը հավաքվում են գյուղի ակտիվ բնակիչները, Սառնաղբյուրի Մենք ազգագրական բարի խմբի երեխաները երգում ու միասին խորհրդանշական են դարձնում այս օրը։ Անցած տարի մենք մեր մյուս ընկերոջ տանն էինք, այս տարի մեր տանը, մյուս տարի այն մյուսի տանը ու այն զգացողությունները, այն ոգևորվածությունը, այն տոնական բանը իմ ընտանիքը այդքան չէր զգացել։ Այսօր իրանք զգում են, փորձում ենք տուն բերենք նաև այդ ուրախությունը, ինչու՞ չէ, որովհետև այդ շատ կարևոր է, երբ որ համայնքային ուրախությունը նաև ընտանիքն է կիսում քո հետ ու ավելի ամուր է դի։ Իմաստը նպատակը, այո, եկեղեցական մեր տոնակատարությունների շուրջ նաև ազգային ավանդույթներով համախմբել մեր ամբողջ ժողովրդին, համայնքի անդամներին։ Փորձում ենք այս ամեն ինչը նաև մշակութային դարձնել, մենակ հարիսա պատրաստելը չէ, այլ երկով ավանդական պարերով գեղեցիկ միջավայր ստեղծել։ Պարերի շարժումները, զիստավոր շարժումները, Կոմիտասոր անվանում զիստավոր շարժումները, իրանք ներքևից դեպի վերև ցկվող շարժումներն են, այսինքն անկադարից դեպի կատարելություն։ Քանի որ մենք պատկերացնում ենք, որ Աստված երկնքում է մեր համար, ցկտում ենք դեպի Աստված այդ շարժումների միջոցով բարերի։ Բուն բարեկենդանը, ինչպես հիշեցնում է Տեր Տաթև Քահանան, ազդարարում է մեծ պահքի սկիզբը՝ պահք, աղոթք ու ողորմություն որպես հոգևոր պատրաստություն Սուրբ Հարությանը։ Այս խորհրդի մասին նա պատմում է նաև թոնրի շուրջ հավաքվածներին, մինչև լուսաբացին գյուղի եկեղեցում կմատուցվի բարեկենդանի Սուրբ Պատարագը։
Առավոտյան Սառնախբյուրի եկեղեցու բակում արդեն տոնական շարժ էր։ Պատարագից հետո բաժանվող հարիսան որպես յուղոտ ու ծանրամարս կերակուր մեծ բախկից առաջ հավատացյալների սիրելի կերակուրն է։ Արդեն փետրվարի 16-ից սկսվեց պահեցողության շրջանը։ Ոչ մեկին չդատապարտելով եւ որևիցե մեղադրանք չանելով թե դու պահում ես, պահքը կամ չես պահում։ Ամեն ինչ պետք է արվի սիրով։ Սա քրիստոնեական ճշմարիտ ըմբռնում է։ Երգ ու պարը շարունակվում են նաև եկեղեցու բակում, որտեղ հոգևոր տոները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ըստ արժանվույն դիմավորելով նպաստում են նաև ազգային երգ ու պարի կենսունակությանը։ Հնարավորություն ունեմ սովորելու ազգագրական պարելը ու ինքս տարածելու պարերը տարածաշրջաններում։ Մենք հատուկ պարի տեղ ունենք, որ միշտ շաբաթ կիրակի գնում ենք այդ տեղերը պարելու։ Հայ ազգային պարի գլխավոր ուղերձներից է միասնականությունը, իսկ Սառնախբյուրում համոզված են ազգը ապրում է այնքան, քանի դեռ պահում է իր հավատը, իր մշակույթը եւ միասնականությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։